Բարի առավոտ, բարի լույս, բարի օր, բարի ժամանց, բարի առավոտ, սիրելի բարեկամներ եւ շնորհակալ ենք Տիրոջից այս հրաշալի օրվա համար։ Մենք շարունակում ենք մեր եթերը, մենք շատ ուրախ ենք, որովհետեւ Տերը մեզ գտավ, ընտրեց, որոշեց եւ մենք այսօր կանք եւ մենք այսօր սկսում ենք մեր օրը Աստծո խոսքով, իսկ դա արդեն իսկ հաջողության գրավականն է մեր օրվա շաբաթվա, ամսվա եւ տարվա։ Մեզ միացել է այսօր մեր սիրելի Հովհաննես եղբայրը Մարսելից, Հովհաննես եղբայր, բարի լույս, շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Բարև Աբրահամ եղբայր, բարև, ինչպես միշտ նույն ուրախությունն է, առավոտ շուտ մեր Տերոջ խոսքի շուրջ հավաքվել։ Ամեն, փառք Տիրոջը։ Այսօրվա թեման շատ այսպես ասած շատ չխոսացված թեմա է, կարելի ասել չքարոզված եւ ինչու Աստված հայտնվեց մարմնում, շատ հետաքրքիր հարց եւ կարեւոր եւ մտածելու առիթ է տալիս մեզ եւ մենք ցերով լսում ենք քեզ եղբայրս։ Այո, որովհետեւ այս հարցը խորհուրդ է, ինչպես մենք կարդում ենք, ես անմիջապես այդ տեղը կարդամ, առաջի Տիմոթեոս 3:16, որ այսպես է ասում, եւ հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը, գաղտնիքը։ Աստված հայտնվեց մարմնում, արդարացավ հոգով, երևցավ հրեշտակներին, քարոզվեցավ հեթանոսներին, հավատացվեցավ աշխարհումը եւ վերացավ փառքով։ Ուրեմն մենք այսօր միայն այս առաջի հատվածի մասին պիտի խոսենք, այսինքն Աստված հայտնվեցավ մարմնում։ Տեսնում եք, խորհուրդ է։ Ես ժամանակին այս նույն հարթակում խոսել եմ, որ մենք Աստծո խորհուրդների տնտեսներ ենք, մեզ այդպես է կոչում առաքյալը։ Հիմա այս մի խորհուրդը տնտեսության մաս է կազմում, որ տեսնենք, թե իրապես ինչ է այս խորհուրդը, բայց այնքան մեծ է, այնքան լայնարձակ, բազմակողմանի, որ ես ուղղակի խտացրել եմ մի գաղափարի շուրջ, թե Աստծո համար դա ինչ է ներկայացնում, որովհետև երբ այս հարցը տալիս ենք մարդկանց, անմիջապես մենք ասում ենք, որ մեզ փրկելու համար, մեզ համար, մեր ուրեմն մեզ կյանք տալու համար, մեր հոգևոր ընթացքը կատարելու համար եւ այլն։ Այո, դրանք ճիշտ են իհարկե, դա բազմազան է, բայց հետաքրքիր է իմանալ, թե Աստծո համար դա ինչ է նշանակում։ Ինչու էր իրեն պետք մարմնանալ։ Սա է հիմնական ուրեմն կետը, որի շուրջ ուզում ենք կենտրոնացնել սա։ Հովհաննես եղբայր, կներես մի հարց տամ, հետո շարունակես, շատ չեմ ընդհատելու քեզ, բայց էսի կարևոր բան է սկզբի համար։ Երբեմն մեր մեջ Աստվածպաշտությունը շատ ուրիշ ձև է ասոցացվում։ Մենք կարծում ենք, թե Աստվածպաշտությունը դա աղոթել է, գիրք կարդալ է, եկեղեցի հաճախել է, չգիտեմ, իհարկե դա մտնում է Աստվածպաշտության մեջ, բայց այստեղ կարծես թե Աստվածպաշտությունը շատ ավելի խորն է տանում մեզ սա բացահայտելու ինչ որ ճշմարտությունը բացահայտելու ինչ որ ճանապարհ է այդ իմաստով նաև, հա, Աստվածպաշտությունը, այսինքն եթե ես ասում եմ ես Աստվածպաշտ եմ, նշանակում է այս խոսքերը իմ կյանքի մեջ հասկացված պետք է լինի, գիտակցված պետք է լինի։ Այս Աստվածպաշտությունը ստեղ մի տեսակ կարծես ավելի խորն է տանում ես։
ըստ Պետրոս առաքյալի երկրորդ թղթի մեջ, երկրորդ թղթի առաջի գլխի մեջ, առաքյալը մեզ ցույց է տալիս աստվածպաշտության էությունը, եւ նա ասում է, որ աստվածպաշտությունը Աստծո բնությանը հաղորդակից լինելու համար է, այսինքն նրան նմանվելու համար է։ Ես կարդամ այդ տեղը, տեսնեք ուրեմն ինչպես է ասում, ուրեմն երկրորդ Պետրոս առաջին գլուխ երրորդ համարը 3 եւ 4։ Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածպաշտության համար պետք է նրա գիտությունովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությունով, որոնցով ամենամեծ եւ պատվական խոստումներն էլ տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը։ Շատ սիրուն է։ Աստվածային բնությանը, աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով։ Աստվածպաշտությունը այսպիսի նպատակ ունի։ Եվ ընդհանրապես մենք էլ գիտեք մեր մարդկային կյանքում նրան ում որ պաշտում են սկսում են նմանվել։ Պատանիները, երիտասարդները միշտ մի հատ երկրպագուներ, չէ՞։ բան են ուզում, միշտ մի հատ sense իդեալ են, կամ մի հատ դերասան, կամ մի հատ երգիչ, կամ մի հատ, չգիտեմ, կերպար, որ սկսում են նրան պաշտել, դառնում են նրա հայերեն ինչ են ասում երկրպագուն, հա, եւ սկսում են նրան նմանվել, որ կարծում են թե նա է իրենց կյանքի օրինակը եւ այլն։ Հիմա աստվածպաշտությունն էլ նույնն է, նրան նմանվել է, նրա բնության հաղորդակից լինել է, նրա բնությունը ստանալն է։ Ուրեմն ես շատ կարճ սեղմված ձևով եզրակացրեցի այս հարցը սեփական ուսումնասիրություններից բխելով եւ ասում եմ, որ Աստված մարմնացավ կամ հայտնվեց մարմնում, որպեսզի կարողանա մեռնել եւ մեռցնել։ Նա պետք է տեսնենք, ես իմ ասացի ճշմարիտ լինելը Սուրբ Գրքի ամբողջականության մեջ, որը ցույց կտա, որ իրոք այսպես է, զարմանալի է, ինչպես Աստված կարող է մեռնել, այսինքն նա հավիտենական զուտ հոգի է, բնական է, որ անգամ երևակայել կարելի չի, որ Աստված մեռնի, բայց մարմնացավ, իր համար մարմին ունեցավ, հայտնվեց այդ մարմնի մեջ, կատարեց մի գործ, որից հետո այդ մարմինը թողեց մենակ խաչի վրա, որ մեռնի։ Իհարկե հետո հարություն առավ, որովհետև հնարավոր չի, որ նա այդպես մեռածել մնա, բայց այդ անելով հենց սա է գաղտնիքը, թե ինչու էր պետք այդ ամեն ինչը, ինչու էր պետք, որ նա հայտնվեր մարմնում, իր խոսքը խոսեր, ապրեր մեզ հետ եւ վերջում էլ իր կյանքը տար, մեռներ, թաղվեր եւ հարություն առներ, որպեսզի հետո էլ վերադառնար մեր մեջ բնակվելու եւ սկսելու մի գործընթաց, որին մենք ասում ենք նրա մահվանը կերպարանակից լինել։ Ուրեմն սկսվում է նրա մահվանը կերպարանակից լինելու գործընթաց։ Հիշում եք, ես այդ
հաճախ ասել եմ, որ Ֆիլիպինցիներին առաքյալ ասում է, որ ես այո այս գործընթացի մեջ եմ մտնում եւ նրա մահվան կերպարանքից լինելով ամեն ինչը չեմ ասում, որ հասել եմ կատարյալ լինեմ եւ այլն, բայց ովքեր որ այս գործընթացի մեջ են, այսինքն Աստծո մարմնացման ուրեմն մեկնարկի նրա մահվան մեկնարկի գործընթացի մեջ են, նրանք կատարյալ են։ Կատարյալ են ոչ թե որ արդեն հասել են կատարելության, այլ կատարյալ են, որովհետև այս գործընթացը անողը, սկսողը, հսկողը եւ ի կատար հասցնողը ինքը կատարյալ է։ Նա չի կարող իր սկսած գործը չավարտել կատարելապես։ Դրա համար կատարյալ է։ Մենք կատարյալ ենք, որովհետև այս գործընթացի մեջ ենք, որը ինքն է անում։ Այո, շատ կարևոր է, շատ կարևոր է։ Հիմա օրինակի համար մենք հաճախ կարդում ենք, որ Աստված մարմնացավ եւ դա բնութագրվում է իր խոսքի մարմնացման հետ, այսինքն բանը մարմին եղավ, որովհետև բանը իր էության, իր մտքի, իր հոգու ծնունդն է, խոսքն է, որ երբ որ արտահայտեց, արարեց այս ամեն ինչը։ Ես Հովանու առաջի գլխի առաջի համարը ավելի խորը իմաստով ներկայացնեմ ձեզ, որովհետև տեսեք նա չի ասում սկզբում Աստված էր, նա ասում է սկզբում էր բանը։ Հավիտենական Աստծո համար սկիզբ վերջ գոյություն չունի։ Նրան չենք կարող սկզբնավորել, հետո էլ վերջավորել։ Բայց ինքը իր արտահայտությունը, իր մեջից խոսքը ուղարկելը, ասենց ասեմ, համարում է սկիզբը։ Ինչի համար, հետո տեսնում ենք, այդ բանը Աստծո մոտ էր, մեր գրապար թարգմանությունը ասում է առ Աստված էր, այսինքն ուղղված էր դեպի Աստված։ Այդ բանը հավիտենական էությունից բխեց, որպեսզի դառնա Աստված, այսինքն արարիչ։ Աստված արարած, եւ հետո ասում է այո, եւ Աստված էր։ Եվ Աստված էր։ Ու ինչ եղավ, որ Աստված էր, ամեն բան նրանով եղավ։ Եվ ոչինչ չեղավ, ինչ որ եղավ, այսինքն արարչությունը տեղի ունեցավ։ Սա կարևոր եմ համարում ի նկատի ունենալ, որ այս բանը հենց Աստծուց դուրս ելած, օծված խոսքն է, իր կյանքի արտահայտությունն է, իր վերարտադրությունն է, ինքն իրեն վերարտադրում է, միտքը վերարտադրվում է, խոսքով խոսք է ծնվում եւ այդ խոսքը իր որդին է։ Սա շատ կարևոր կետ է եւ այդ խոսքը մենք կարդում ենք Հովանու առաջի գլխի 14 համարում, ասում է եւ բանը, այդ բանը, որ ի սկզբանե էր, մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ ոչ թե բուն մեր մեջ, թեև դա էլ է հետագայում ճշմարիտ, մենք իր մեջ, նա էլ մեր մեջ, բայց այստեղ ի նկատի ունի մեր հետ, մեր միջև, որ դարձավ մեր նման, այդ բանը դարձավ մեր նման, մեր հետ
ապրելու, մեր նման լինելու համար։ Եվ նաև մի ուրիշ տեղ էլ կարդանք առաջի Հովանու, ուրեմն ես գրել եմ առաջի Հովանու 3-րդ գլխից, ուրեմն մի քիչ մինչև 10-րդ համարը պիտի կարդանք, որ ավելի հասկանալի լինի։ Ասում է տեսեք, թե հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզ, շատ հետաքրքիր է, Հովհաննեսը գիտեք, որ միշտ դեպի սերն է ուղղում իր բոլոր գաղափարները, հրաշալի մի առաքյալ է, ինչպիսի սեր շնորհեց, որովհետև այս սերը, ես քիչ առաջ ասացի, Աստված հայտնվեց մարմնում որպեսի մեռնի, եւ ինչ որ բան մերցնի, որտեւ դա մենակ իր մահը չի, հապա իր մահի հետ ուրիշ գործ է կատարում, բայց ընդհանուր առմամբ սա իր սիրո արտահայտությունն է, ուզում է ասել, տեսեք, որքան շատ եմ ձեզ սիրում, որ իմ կյանքն եմ տալիս, այնպես սիրեց աշխարհը, արարչությունը, մեզ էլ հետը, որ իր միածին որդին տվավ, տեսնում ես, սիրո հետ է կապված, այս իր մարմնացումը շատ հետաքրքիր է, այս տեսանկյունից դիտել, եւ վերջին հաշվով տեսնում ենք եւ կտեսնենք, թե ինչու էր այս ամենը, որպեսզի իր որդիների կողմից այդ սերը պատասխանվի, որտեվ չեմ հոգնի կրկնելու Եսայի 55:11, որ այն խոսքը, որ իրանից դուրս ելավ, պարապ հետ չի դառնալու, հապա կատարելու է իր ուզածը եւ հաջողվի, ինչի համար, որ նա նրան ուղարկեց, այսինքն հայտնվեց մարմնում։ Ուրեմն տեսեք, եկեք կարդանք, տեսեք, թե հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչվինք, սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որ նրան չճանաչեց։ Այս է շատ հետաքրքիր, աշխարհը չի ճանաչում մեզ։ Ինչպես չի ճանաչում, դա ինչ է նշանակում։ Օրինակ, մեզ կամ ասենք այսինչ եկեղեցի, այնինչ եկեղեցի աշխարհը չի ճանաչում։ Թակարակ, մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհը ճանաչի։ Գաղտնիքներ են, չի ճանաչում, ինչպես նրան չճանաչեց։ Ով չի աշխարհը, բայց այստեղ թաքնված է մի բան, որովհետև աշխարհը ասածը չի ճանաչում, բայց ինքը եկել է, որ ճանաչվի։ Հետևաբար կան նրանք, ովքեր կճանաչեն եւ որոնց համար եկել է, որ ճանաչեն, որտեղ ինքը գիտեր, որ աշխարհը չի ճանաչելու։ Այդ աշխարհը ասածը չի ճանաչելու նրան։ Բայց համենայն դեպս սերը ցույց է տվել նրանց հանդեպ, ովքեր կճանաչեն նրան։ Ովքեր են սրանք, որ կճանաչեն նրան, իրենները, իր որդիները։ Սիրելիներ, հիմա Աստծո որդիկ ենք, եւ տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբ որ նա կհայտնվի, նրան նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան ինչպես որ է։ Հրաշալի մի բան, այսինքն մի ուրողություն, որ թեև որդիկ ենք, բայց այս իրավիճակի մեջ, որ մենք որդիկ ենք, հիմա մենք այս մարմնի մեջ, Աստծո որդիկ ենք, բայց ինչ պիտի լինի, դեռ չգիտենք ինչ պիտի լինի, բայց նրա պես պիտի լինենք, որտեղ նրան պիտի տեսնենք ինչպես որ է, նշանակում է մենք դեռ չենք տեսնում ինչպես որ է,
Ես չեմ ուզում ես ամեն ինչ մանրամասն բացատրել, բայց հարցը որ տալիս եմ, մեր գնդիժները կփորձեն ուրեմն շարունակել այս մտքերը։ Ամեն դեպքում հատվածը շարունակվում է ասելով, եւ ամեն ով որ այս հույսը ունի իրանում, այսինքն որ չգիտենք թե ինչ դիրնենք, բայց մի բան կա, որ նրան պիտի տեսնենք ինչպես որ է, այդ հույսը, որ պիտի տեսնենք ինչպես որ է, այդ հույսը որ ունի, սրբում է իր անձը ինչպես որ նա սուրբ է, ամեն ով որ մեղք է գործում, նա անօրենությունել է անում, եւ մեղքն է անօրենությունը, եթե հիշում եք, երբ որ այդ ծածկող քերովբեի մասին խոսք էր գնում, Եզեկիել 28 գլխի մեջ, նա այնտեղ ասվում է, որ նրա մեջ անօրենություն գտնվեցավ անօրենություն, ահա թե ինչ է այդ մեղքը, եւ մենք գիտենք, որ դա կապված է հպարտության, այսինքն սեփական եսի աստվածացնելու, նրան հավասար սեպելու Աստծո հետ, շատ-շատերը այդպես էլ ասում են, ես եմ իմ Աստվածը, անհավատների խոսքերից մեկն է, ուրեմն, եւ մեղքն է անօրենությունը, եւ գիտենք, որ նա հայտնվեցավ մարմնում, որ մեր մեղքերը վերառնե եւ նրանում մեղք չկա, եթե նրանում էլ մեղք լիներ, չէր կարող մեր մեղքերը վերառնել, մի ուրիշն էր պետք, որ նրա մեղքերը վերառնի, այնպես չէ, ուրեմն նրա մեջ մեղք չկա, սա էլ է խորհուրդ, որ իմանանք, որ Աստված մարմնացավ, հայտնվեց մի մարմնում, որի մեջ մեղք չկա, դա բացառիկ ծնունդ էր, գերբնական ծնունդ, եւ ասում է, ամեն ով որ մնում է նրանում, չի մեղանչում, եւ ամեն ով որ մեղանչում է, չի տեսել նրան, եւ ոչ էլ ճանաչել նրան, մանկունք կամ որդյակներ, ոչ ոք ձեզ չխաբե, նա որ արդարություն է անում, արդար է, ինչպես նա էլ արդար է, եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է, որովհետև սատանան հենց սկզբիցը մեղանչում է, նրա համար հայտնվեցավ Աստծո որդին, որ սատանայի գործերը քանդե, ամեն ով որ Աստվածանից է ծնված, մեղք չի անում, կամ մեղք չի գործում, ինչու, որովհետև նրա սերմը նրանում մնում է եւ չի կարող մեղանչել, որովհետեւ Աստվածանից է ծնված, սրանով են հայտնի Աստծո որդիները եւ սատանայի որդիները, հավասիկ մի ինչ ասեմ, հորիզոն, ուսումնասիրության եւ գանձեր հանելու մի հորիզոն, բայց մեր շեշտը դրվում է, թե ինչու Աստված հայտնվեց մարմնում, այստեղ մենք տեսնում ենք որոշ կոնկրետ ուրեմն բաներ, թե ինչու, փորձենք նաեւ կարդալ մի ուրիշ տեղ, Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ, 8-րդ գլուխ եւ 3-րդ համար, ուրեմն ասում է, որովհետև այն, որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստված իր որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունովը եւ մեղքի համար մեղքին դատապարտեց այն մարմնումը։ Ուրեմն Աստված որ հոգի է,
նույնանում է մեղավոր մարմնի հետ, չունենալով բայց այդ մարմնի մեջ մեղք, որպեսզի այս մարմնի մեղքը իր մեջ փոխանցվի եւ կարողանա մեռնել իր հետ մերցնելով այդ մեղքի բնույթը, որովհետեւ անօրենությունը կամ մեղքը մարմնական բնույթ ունի, կներես մարմնի հետ է կապված, այսինքն մենք շատ անգամ Քրիստոսի այս մահվան process-ը եւ հարության process-ը կապում ենք մեր մեղքերը ներվելու հետ, բայց երբեմն ոչ թե մեղքերը ոչնչացնելու, այսինքն դու այստեղ շատ կարևոր բան ասացիր եւ սա շատ պետք է մեր գիտակցության մեջ դաջվի, որ ոչ թե Հիսուս միայն ներեց, այլ նաեւ այդ մեղքը իր վրա վերցնելով թաղեց, այսինքն կործանեց, այս է շատ կարևոր է, դատապարտեց իր մարմնի մեջ, սա շատ կարևոր է, իհարկե կարևոր է, նա իզուր տեղը չասեց Նիկոդեմոսին, որ Մարդո որդին, իմիջիալոց Մարդո որդին ասածը, ոչ թե ինչ որ մի մարդու որդի էր, իր մասին այլ Աստված էր, որ մարմնի մեջ հայտնացավ, Աստված մարմնացած վիճակում Հիսուսը ինք իրեն Մարդո որդի է անվանում, Եզակի Մարդո որդի, այսինքն Աստված մարմնացած, սա է ոչ թե ինչ որ մեկից ծնված, այդպես չէր, ինքը Մարդո որդի չի իրականում, Մարդումը որդի, արևմտահայերը կասեին Մարդումը որդի, կամ ինչ որ մի մարդու որդի, այդպես չի, մարդու որդին էր, մարդացած, Աստվածն էր, որը միևնույն ժամանակ Քրիստոսն էր, այդ մարդու որդին Հիսուս անունն էր գրում, որը Քրիստոսն է, այսինքն այդ բանն է մարմնացած, Աստծո օծյալ արտահայտությունը, խոսքը, որ այս է որ Քրիստոսի վարդապետություն է, հենց ինքն է մարմնացած, դու ես Քրիստոս, կենդանի Աստծո որդին, ուրեմն դատապարտեց եւ Նիկոդեմոսին ասեց, որ Մարդո որդին, ինչպես Մովսեսը օծը անապատում բարձրացրեց, այնպես էլ Մարդու որդին պիտի բարձրանա, նա իրեն համեմատում է այդ օծին, օծը մեղքի խորհրդանիշն է, անօրենության սատանայի խորհրդանիշն է, բայց ինչն է հետաքրքիր այստեղ, որ այդ օծը պղինձ է, պղինձը դատապարտության խորհրդանիշն է Սուրբ Գրքի մեջ, նա պղնձացած էր, նա բյուրե, նրա մեջ կյանք չկար, նա դատապարտված էր այդ օծը, պղնձից էր, տեսնում ես, չուներ այդ կյանքը իր մեջ, Հիսուսը համեմատում է իրեն այդ դատապարտված, բյուրեղացած, ասինքն անկենդան օծի հետ, որտեղ նա նրա հարցերը լուծում է, Աստված մարմնանալով այդ հարցը լուծում է, բայց այդ հարցը լուծում է, մենք միշտ տեսնում ենք մեր կողմից, այսինքն մեր համար, բայց իրականում Աստված իր համար է արել դա, որովհետև իր ուզածը պետք է լինի, դրա համար է բանը ուղարկել, որ մարմնանա, որպեսզի իր ուզածը լինի եւ հաջողի, ինչի համար որ ղրկեց, իսկ Աստծո ուզածը մենք շատ ենք խոսել, դա իր էության ամբողջական արտահայտությունն է, այսինքն եթե նա սիրում է, ուրեմն պետք է սիրվի, եթե նա լույս է, ճանաչում է, ուրեմն պիտի ճանաչվի, եթե նա հայր է, հոգի է, որ ծնում է, հոգուց ծնում է, ուրեմն դառնում է հայր, ծնվածը դառնում է որդի, ուրեմն որպեսզի այս որդին վերադառնա իր հորը, ահավասիկ ինչու պետք չէ որ պարապ տեղը հետ չդառնա, երբ որ նա արտահայտել է, որպեսզի իր ուզածը հետ դառնա, այսինքն սա խորիմաստ բան է իր մեջ պարունակում, որ տեսնենք թե Աստված իրոք ինչ է արել եւ ինչու է
հայտնվել մարմնում։ Հայտնվում է մարմնում, որ իր սիրո պատասխանը ունենա։ Առավել ավելի այսպես ասած ավելի խորուրդ պարունակող բան ասեմ։ Աստված իրեններին, իր որդիներին դնում է չար միջավայրի մեջ, աշխարհի մեջ։ Դա էլ ենք խոսել, աշխարհից չեն, բայց դրված են աշխարհի մեջ, ինչպես ես ասում եմ։ Ինչպես ես աշխարհից չեմ, բայց աշխարհ է կա, այսինքն մարմնացա այս աշխարհ։ Ինչի համար։ Հետաքրքիր է։ Այդ խավարի կամ աշխարհի մեջ, ըստ որում աշխարհը գիտեք որ եւ ներքին է եւ արտաքին։ Մեր մեղավոր բնույթը դա աշխարհ է մեր մեջ։ Եվ Աստծո որդին գերի է այդ աշխարհի մեջ։ Նրան ազատել է պետք։ Ուրեմն աշխարհի մեջ է դրել, որպեսզի երբ որ ինքը հայտնվի, այսինքն ինքը ով է, ինքը սերն է, ինքը լույսն է, ինքը հայրն է, որպեսզի հայտնվի, տեղի ունենա մի հատ զորավոր ձգողականություն իրեններին դեպի իրեն քաշելու, նրանք կդառնան իր էության պատասխանը։ Ինչի համար, որ ինքը արտահայտել էր։ Ավասիկ մի քիչ միգուցե խրթին ձևով եմ բացատրում, ուրիշ կերպ չեմ կարող, ուղղակի ամենապարզ ձևը սա է։ Կներես Հովհաննես եղբայր, կարող ենք նաև այսպես ասել, որ իր էության պատասխանը այս խավար աշխարհի մեջ լույս տալու համար, նաև այդ իմաստով, որովհետև Հիսուս ասում է դրա մասին։ Այսինքն մենք նմանվում ենք նրան, լուսավորվելով նրա լույսով, մենք լույս ենք արձակում աշխարհի մեջ։ Լույս ենք անում արձակում աշխարհի մեջ, որպեսզի մյուս լույսի որդիները ազատագրվեն իրենց գերությունից։ Ստեղ նաև կարող ենք ասել, որ իր ստեղծագործությունը, որովհետև Հռոմեացի 8-ի մեջ ասում է ամբողջ ստեղծագործությունը սպասում է Աստծո որդիների հայտնության, այսինքն ինչ-որ բժշկություն է տեղի ունենալու, նաև տիեզերքի մեջ, երկրի վրա եւ ամենտեղ, ինչ որ Աստված ստեղծել է եւ ցավ է քաշում։ Սա շատ հզոր բան է։ Այո, որովհետև նա մարմնի մեջ հայտնվեց ոչ միայն իրենների համար, այլ ամբողջ առողջության համար։ Որտեվ հիվանդ փաստորեն առողջությունը եւ բժշկելու կարիք։ Նա այդ մեղք ասացի անեցքը գրում է երկիրը։ Շատ սիրուն։ Դա բնորոշվում է փուշ եւ տատասկով, փուշ եւ տատասկ ծնանի։ Բայց այդ փուշ եւ տատասկը մի հատ ամբողջ բան է, ամբողջություն է, փուշ եւ տատասկա ամենտեղ մարմինը, շունչը եւ հոգին փուշ եւ տատասկի մեջ է։ Ամբողջ բնությունը փուշ եւ տատասկի մեջ է։ Մենք տեսնում ենք բնության գեղեցկությունը եւ այլն եւ Աստված ասում է որ այս բնությունով Աստծո աներևույթ լինելը երևում է։ Ինչ այո երևում է, բայց երևում է նաեւ այդ ցավը եւ հառաչանքը այս մեր աշխարհ կոչվածի, այս մեր երկրագունդի։ Մենք տեսնում ենք դա ամեն օր, ինչի պատճառով, ես վստահորեն ասում եմ, մեղքի պատճառով։ Այս տարի ամբողջ Ֆրանսիայի արևմուտքը վառվեց։ Այնպիսի տեղեր, որ հրաշալի տեղեր էին, ես եղել եմ այդտեղ։ Ժիղոնդ կոչված այդ ամբողջ շրջանը, Արկաշոնից մինչև Բորդո, սարսափելի կրակ, ոչ միայն Ֆրանսիայում, ամեն տեղ, հրդեհներ, ինչու է սա տեղի ունենում, որովհետև մարդը իր եսով ուզում է բարելավել իր կյանքը, բարելավում է, այդ բարելավելը խոչ պատոп, հա, այդ կարգախոսով, իզնից հետո թեկուզ ջրերեղ։ Ինչու, որովհետև կեր խմի վաղը պտի մեռնես սկզբունքով են ապրում, նրանք չեն հավատում։
հարության չեն հավատում։ Ուրեմն կեր խմի, վաղը պիտի մեռնես։ Հնարավորին չափ մի հատ կյանք ունենք, չէ՞։ Վարվում է, հետո ինչ որ վարվում։ Ես մեքենա ունեմ, ածխած թթու գազ եմ վառում եմ բենզինը եւ ինչ եմ անում, կեղտոտում եմ մթնոլորտը։ 1, 2, 3 միլիարդ ամբողջ երկրագնդով մեկ միլիարդավոր լիտրեր դուրս ենք բերում հողի տակից, միլիարդավոր լիտրեր ամեն օր վառում ենք։ Առաջընթաց է, չէ՞։ Եվ բարելավում ենք։ Մարդը բարելավման խենթ է, անպայման պիտի բարելավի։ Եվ ինչ ենք անում վերջին հաշվով մեզ թթվածին տվող ծառերը վառվում են, թթվածինի փոխարեն ավելի ածխածին են արտադրում, դու չես պատկերացնի ինչ ահավոր գործ են կատարում այս հրշեջները, 3500 հոգի ամեն կողմից հանգցնում են, մեկ էլ մի հատ ծառ, որ վառվում է, քամին փչում է, այդ ծառի վառված ճյուղերը շպրտում է, աջ, ձախ, արևելք, արևմուտք, այդտեղ նորից հրդեհ է առաջանում, դե արի դրա հետևից ընկի, ահավոր է, բայց դա չէ միայն խնդիրը, երկրագունդը տաքանում է, մյուս կողմից օվկիանոսները, ծովերը գոլորշիանում են, նույն քամին փչում տանում է Հնդկաստանի վրա, այնտեղ ջրհեղեղ է, հետո էլ կփչի ուրիշ տեղ, այնտեղ ջրհեղեղ է, ուրեմն սա մենք արդեն դարձել է սովորական, այդ խեղճ մարդիկ ամեն տարի վախում են, արդյոք ստեղ շարունակենք մեր տունը վերակառուցել, թե չէ, վերակառուցենք, թե չէ, 250,000 մարդ էվակուացիա եղան այդ տերիտորիաներից, այդ տարածքներից, իհարկե, կամաց վերադառնում են, բայց վերադառնում են, տեսնում են իրանց տունը լրիվ վառվել, ուր են վերադառնում, հիմա հարց է առաջանում, հետո հիմա աշունը պտի գա, հիմա էլ տունը ինչ որ սարքեն եւ այլ, հիմա էլ ջրհեղեղը պիտի վնասի այդ տան։ Հետո դա պիտի նորոգեն քիմիական գործարաններ։ Այո, դե ամեն ինչ։ Արդյոք մենք պետք է կույր ենք, այսինքն չենք տեսնում, սա ինչ է կատարվում։ Տեսնում ենք։ Փուշ է։ Փուշ եւ տատասկ։ Հառաչում է ամբողջ երկիրը եւ ցավ է քաշում եւ սպասում է այո Աստծո որդիների հայտնվելուն դրա համար էլ մենք լույս ենք այս աշխարհում որպեսզի Աստծո որդիները հայտնվեն սա է Աստծո նպատակը որպեսզի բժշկվի այս ամեն ինչ շատ սիրուն է շատ գեղեցիկ է հրաշալի Շարունակենք կարդալ Եբրայեցիս թղթի մեջ, ուրեմն Եբրայեցիս 2-րդ գլուխ 14-ը մեզ ասում է Արդ, որովհետև մանկունք արյունի եւ մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղավ նրանց, որ իր մահովը խափանե մահի իշխանությունը ունեցողին, այսինքն սատանային Ուրեմն մի բնութագիր նույնպես թե ինչու Աստված հայտնվեց մարմնում Աստված հայտնվեց մարմնում որ մեռնի եւ նաեւ մեռցնի իր մահով մեռցնի սատանային մահի իշխանությունը ունեցողին Ինչ իշխանություն է սա մահի վրա, մենք գիտենք, որ Աստված է իշխան ամեն բանի վրա, եւ ճիշտ է։ Բայց այստեղ խոսքը գնում է այն իշխանության մասին, որ Աստծո որդիներին իր գերության մեջ է պահում անկենթան վիճակի մեջ։ Մեղքի բնույթը
Աստծո որդին, Աստծո գենը գերության մեջ է եւ դա հոգի է, մարմին չի։ Այդ հոգին գերության մեջ է, անկենթան վիճակում, դրա համար է պետք վերածնունդ, նրան պետք է վերածնել, հենց որ վերածնվի, հարուցյալ զորություն ունի, այս իշխանին մերցնելու, մեղավոր բնույթը մերցնելու եւ նրան փոխարինելու։ Սա է Հիսուս Քրիստոսի արածը խաչի վրա եւ սա մեկնարկ է, որպեսզի հետագայում, երբ որ ինքը գա մեր մեջ որպես Սուրբ Հոգի, այդ գործը իրականացնի։ Այո։ Եվ նաեւ 17 համարը մեզ ասում է. «Ուստի պետք էր նրան, որ բոլորովին եղբայրներին նմանվի, որ ողորմած լինի եւ հավատարիմ քահանայապետ Աստվածակույս նշանակում է Աստծո կողմից կատարված հայտնված Աստվածակույս կողման է, որ ժողովրդի մեղքերը քավե»։ Սա բնութագրում է նրա մարմնացման պատճառը։ Նաև Եբրայեցիս 4-րդ գլխի մեջ միտեղ էլ կարդանք, ուրեմն 14 եւ 15 համարները, որ մեզ ասում է. «Արդ որովհետև մեծ քահանայապետ ունենք երկինքներովը անցած, Աստծո որդին Հիսուսին, պինդ բռնենք դավանությունը, որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին հետ կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի»։ Ինչու Աստված հայտնվեց մարմնում։ Հավասիկ մի քանի պատասխաններ Սուրբ գրքից, որոնք կարող են ուղղորդել մեզ այս հարցը պարզելու։ Միևնույն ժամանակ հարցը միշտ մնում է նույնը, թե ինչու էր պետք այս ամեն ինչը, որ այսպես լիներ։ Սա միշտ հարց են տալիս, օրինակ ես որ ժամանակին երիտասարդ էի, իմ աթեիստ ընկերները միշտ այդպես հարցեր էին տալիս, դժվարանում էի պատասխանել, հիմա էլ են դժվարանում, նրանք հարցեր չեն հեշտ ձևով լուծվելու, որտեղ Աստծո խորհուրդների գաղտնիքների մեջ են։ Բայց ինչպես անցած անգամ ես խոսեցի զարմանալի մի երևույթի մասին, որ Աստված լույսը խավարից զատեց։ Թե ինչի էր պետք այդ խավարը պահպանել, այսինքն ինչու ինքը ստեղծեց մի միջավայր, որտեղ իր երեսը ծածկում է, այսինքն լույսը ծածկում է, ինքը լույս է, ինչու է պետք դա, այ նույն հարցն է, որովհետև ըստ էության Աստված իր էության պատասխանը, իր սիրո պատասխանը, իր լույսի պատասխանը, իր հայր լինելու բնույթի պատասխանը որդիներով կառուցում է չար միջավայրի մեջ։ Նա խավարի մեջից է կանչում իրեններին։ Շատ զարմանալի խորհուրդ է։ Եվ ինքն էլ եկավ, մարմնացավ այդ խավարի մեջ, այս աշխարհի մեջ, որ ցույց տա, թե Աստծո որդին այս տեսակ մարմնի մեջ ինչ տեսակ է լինում։ Այսինքն նրանք, որ վերստին ծնվում են եւ սկսում են աճել, թե ինչ տեսակ պետք է լինեն։ Նաեւ դրա համար մարմնի մեջ հայտնվեց, որ իրենները տեսնեն, թե իրենք ով են։ Դրա ամենապարզ պատասխանը երբեմն այսպես է տրվում, որ սխալ չի, բայց շատ մակերեսային է, որ մեզ փրկի այդ իմաստով էնի, բայց արիուտես որ
ինքը ավելի շատ խորը իմաստ ունի փրկությունը դա ինչ որ ամենապարզագույն որովհետև փրկության մասին մենք ամբողջական ուսուցում չենք տալիս, որովհետև Աստծո խոսքը մեզ ցույց է տալիս, որ 3 տեսակ փրկություն կա։ Մենք փրկված ենք, մենք փրկվում ենք եւ պետք է փրկվենք։ Այս 3-ն էլ կա։ Երբ որ մենք փրկության մասին խոսում ենք, պետք է զգույշ լինենք, թե ինչ ի նկատի ունենք։ Ես միշտ ասում եմ, որ ամենահեշտ փրկությունը դա դժոխքից փրկվելն է, դա ամենահեշտն է, որովհետև դա ձրի արեց, բայց ամենադժվար փրկությունը այ դու սկզբից խոսացիր մարդու եսի էգոյի մասին, դա դրանից փրկվելը շատ ավելի դժվար է, քան դժոխքից փրկվելը, չգիտեմ, պայմանական եմ ասում սա, բայց իրոք շատ լուրջ եւ Եղբայրս, ես իմ համոզումը ասեմ այդ մասին, ոմանք կարող է համաձայն չլինել դրա հետ, դժոխքից փրկվել չկա, որովհետև Աստված, ես ասեմ, նրանք ովքեր գնում են դժոխք, նրանք ստեղծված են դրա համար, այնպես որ նրանից փրկվել չկա, նրանք կորուստի անոթներ են, նրանք պատրաստված են կորուստի համար, ինչպես նաև այդ հակառակորդ սատանան նայել է կորուստի համար, այնպես որ նրանք ովքեր կորուստի համար չեն, հապա հավիտենական են, Աստծո գենն են, նրանց վտանգ չի սպառնում կորուստի, ոչ էլ դժոխքի, այդպիսի բան չկա, Աստված իրեններին Ընդհանրապես վիճաբանությունը շատ են լինում։ Ես գիտեմ, բայց ես շատ համաձայն եմ այս դրան ես անվանում եմ եսակենտրոն ավետարան։ Եսակենտրոն ավետարանը հիմնվում է մեր եսի վրա եւ կախված է լինում մեր եսից։ Ինչպես մեր եսից կախված է մեր փրկությունը, այնպես էլ կախված է նրան կորցնել։ Նույն եսից է կախված։ Բայց եթե Աստծուց է կախված, այդպիսի բան չկա։ Փրկվել չփրկվելու վախեր չկա այդ տեսակի մեջ։ Այո։ Քրիստոսակենտրոն ավետարանի մեջ այդպես չէ։ Եսակենտրոն ավետարանի մեջ այդպես է։ Ինչը որ մեզնից է կախված, մեզնից էլ կախված է նրան նա կորցնել։ Այս տարբերությունը կա։ Այսինքն քանի դեռ դու վախենում ես փրկությունը կորցնելուց, ուրեմն քո եսից է կախված այդ ամեն ինչը։ Այսինքն եսակենտրոն ավետարան է դա։ Այո, որովհետև դու ես վախենում, որ կկորցնես։ Բայց Աստված չի վախենում իրեններին կորցնելուց, այդպիսի բան չկա։ Ոնց կար Աստված վախենա հանգարց իր որդին կորցնի։ Նա չի վախենում։ Նա ամեն ինչ արել է, որ փրկի նրան եւ փրկում է։ Դրա համար եմ ասում, նա իզուր տեղը չի Ես համաձայն եմ ձեզ հետ։ Այլապես ծախողված Աստված կհամարվի։ Այո, պայմանական է այդպես։ Բայց Եսայի 55:11 ասում է, որ իր արտահայտությունը պարապ հետ չի դառնալու, այլ պետք է անի իր ուզածը, իր կամքը եւ հաջողի։ Չի կարող չհաջողել։ Ինչի համար որ ինքը ըրգել է նրան, ինչի համար որ նա մարմնացել է, չի կարող չհաջողել։ Եկեք մենք Աստծո մեծությունը չփոքրացնենք։ Երբեմն սա կապում ենք ամենաթողության հետ, այսինքն ինչ էլ անես, միևնույնն է, դու սա էլ է եսակենտրոն ավետարան, իդեպ ասեմ, այն նրանք ովքեր սրբության շատ նախանձավոր են, այս թեման օգտագործում են դրա մեջ, բայց դա էլ է եսակենտրոն ավետարան, ամենաթողության գաղափարը։ Եզրակացնելով, ուրեմն գանք կամաց ամփոփելու, ես հետևյալն եմ ասում, որ Աստծո չափանիշը, որդու չափանիշը, որդու էտալոնը, մոդելը, որ ինքն էր հայտնված մարմնում, որը կրեց Հիսուս անունը,
որը այդ բանն էր ամբողջացնում իր մեջ Քրիստոսը, ուրեմն նա դարձավ մեզ համար այն որդին, որը այս աշխարհում է, ինքը այս աշխարհից չէ, բայց ինքն էլ եկավ մարմնացավ այս աշխարհի մեջ։ Նորից հիշեցնեմ, որ այդ աշխարհ կոչվածը մեր մեղավոր բնույթն է, հետո նոր այդ մեղավոր բնույթի տարբեր արտահայտություններ աշխարհի մեջ։ Ուրեմն Աստված իր որդիների միջոցով է արտահայտում իր բնությունը, որտեղ Աստված ոչ միայն էություն ունի նաև բնություն, ոչ թե ով է, այլ նաև ինչպիսին է։ Հատկանիշների մասին է խոսքը։ Ուրեմն որ մենք նայում ենք, թե ինչպիսին է, այդտեղ տեսնում ենք, որ իր որդիների միջոցով է ցույց տալիս, թե ինչպիսին է։ Ուրեմն նրա անվանակոչումները, դուք գիտեք, մենք ասում ենք 7, բայց ես 15 անվանակոչումներ դուրս բերեցի, որոնցից հիմնականում այո 7-ն են, հիմնականները, ատրիբուտները, նրա ստորոգելիները, օրինակ փրկիչ է, նրա փրկիչ լինելը, ինչպես ենք տեսնում, ում միջոցով, իր որդիներին փրկում է և տեսնում ենք նրա փրկիչ է բնույթը, բժիշկ է, Ռաֆայ է, եբրայերեն, և որտեղ ենք տեսնում նրա բժիշկ լինել, և որ իրեններին բժշկում է, որ նրա վերքերով բժշկում ենք, այդտեղ ենք տեսնում նրա բնույթը, նրա բնությանը հաղորդակից ենք լինում, դա շատ հետաքրքիր խորունկ բան է, դա էլ հենց ոնց որ ասեցինք աստվածպաշտություն է, նրան ասում ենք հոգատար, հոգ տանող, հիր է, երբ որ կարեկցում է, քիչ առաջ կարդացինք և այլն։ Հովհաննես եղբայր, ոչ թե միայն կարեկցում է իր որդիներին, այլ որդիներն էլ կարեկցող են դառնում, ոչ թե ողորմում է, այլ որդիներն էլ ողորմած են դառնում, սա ինչ-որ շղթայական ռեակցիա է։ Իհարկե, այո, որովհետև նմանվում են նրան։ Շատ կարևոր է սա է գեղեցիկը, ամեն։ Բայց այդ նմանվելը նրան տեղի է ունենում մի շատ կարևոր գործընթացով, որի համար Աստված մարմնացավ։ Դա կոչվում է նրա մահվանը կերպարանակից լինել։ Միանշանակ։ Ուրիշ ճանապարհ չկա։ Մեր եսի մահով է պայմանավորված։ Դրա համար շատ կարևոր է, որ ոչ թե եսակենտրոն ավետարան քարոզվի, հապա Քրիստոսակենտրոն, որը իր ըստ էության մեր եսակենտրոնության մահն է։ Մահն է։ Ես երբեմն ասում եմ հավատացյալներին, դուք գիտեք, որ երբ որ ասում եք գնում ենք ժողովարան, եկեղեցի, գնում ենք մեռնելու համար։ Արդյոք տեսել եք սա, գիտակից եք, այս լույսը ունեք, որ երբ որ գնում ենք այնտեղ ոչ թե մեր եսերի անուններով, հապա իր անունով, որ ինքը ներկա է, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ ինքն է փոխարինելու մեզ, մենք նրա հետևում ենք, նրա առջևը չենք, և հետևելը նրան հենց դա է, անձի ուրացություն և խաչի վրա մնալ, խաչի քարոզչությունն է սա, եսի մահը խաչի քարոզչություն է, որտեղ որ եսի մահ չի քարոզվում, խաչ չի քարոզվում, ոչ էլ խաչի Քրիստոս։ Միանշանակ։ Ուրեմն, այսինքն խաչի քարոզչության արդյունքում, եթե եսը չի խաչվում, ուրեմն այդ քարոզչությունը եսակենտրոն ավետարան է, եսակենտրոն ավետարան։
Իսկ Շատ լավ ասացիք, շատ լավ ես ասացիք, շատ ճիշտ է։ վերջի մի բան էլ ասեմ, տեսեք որ թե առաքյալը որն է համարում ավետարան, բարի լուր, ինչու ներկայանում այդ բարի լուրը առաքյալի եւ մենք վստահ ենք որ առաքյալը Քրիստոսի միտքը ունի Կորինթացիս 15 գլխի առաջի համարից ասում է իմացնում եմ ձեզ եղբայրներ այն ավետարանը որ ավետարանեցի ձեզ որն էլ ընդունեցիք որի մեջ էլ կանգնած եք ուրեմն տեսեք ինչի մասին է խոսքը որով փրկվում եք այն բանով որ ձեզ ավետարանեցի եթե ամուր բռնեք նրան Այստեղ փրկվում ելքը բանա, չէ՞ տևական ժամանակի մասին է խոսում։ Տևական փրկության մասին, ինչպես ասեցիք։ Հիմա այդ մասին կարճ կասեմ, բայց այստեղ տեսեք ավետարանը հիմնականում ինչի վրա է կենտրոնացված, որովհետև ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ գրքերի համեմատ եւ թե թաղվեցավ եւ թե երրորդ օրը հարություն առավ գրքերի համեմատ որն է ավետարանը ավետարանը ուրիշ բան չի պարունակում իր մեջ սա է որի հետևանքը հարությունն է եւ հետո ինքը ցույց է տալիս փաստեր նրա հարություն առած լինելու, որ հայտնվել է սրան և 500-ին մի անգամ և այլն, և շարունակում է 15 գլուխը հարության մասին, և գալիս է այն եսակացության, որ եթե սա չի կենտրոնացումը, ուրեմն մեր հավատքը ունայն է, մենք էլ խղճալի մարդիկ ենք։ Միանշանակ։ Հետո իհարկե ուրիշ կարևոր բանի մասին էլ է խոսում, այս դա առաջի Ադամի եւ վերջի Ադամի, որը մի ուրիշ թեմա է, եթե դերը կամենա մենք մի ուրիշ անգամ խոսենք թե դրանց տարբերությունը որն է, որտեւ այդ վերջի Ադամն է, որ Աստված մարմնացած է, սա կապ ունի սրա հետ։ Գալով այդ գործընթացին փրկության, վերստին ծնունդով մենք փրկված ենք այդ մեղավոր բնույթի գերությունից փրկությունը սա է առաջի հետ դժոխք դրանք մի կողմ դրեք որովհետև ասում եմ եթե մենք մեր եսից է կախված այո մեր եսից էլ կգնանք չենք գնա մենք ենք որոշելու բայց Աստված այդպես չի աշխատում Աստծո բարի լուրը հետևյալն է որ ինչի համար որ ինքը եկավ եւ մահ թաղում եւ հարություն սա է ուրիշ խորհուրդ չկա նրա մարմնանալու ուրեմն վերստին ծնունդը այն միակ խորհուրդն է միակ իրողությունն է որը Աստծո գենը փրկում է մեղավոր բնույթի գերությունից նրան վերածնում է կենթանացնում է դարձնում է կենթանի պարունակելով իր մեջ ամբողջ մի հարուցյալ սովորություն, որով սկսվում է փրկագործությունը, այսինքն փրկության ընթացք, փրկվում ենք, ինչ է նշանակում սա, նշանակում է, որ այդ հարուցյան զորությունը սպանում է մեր մեղավոր բնույթը, նրան փոխարինելու համար, սա փրկության գործն է եւ մենք ամենայն զգուշությունով առաքյալ ասում է ահով եւ տողով պիտի գործենք այս փրկությունը ոչ թե փրկվենք փրկվածն է գործում իր փրկությունը ուշադիր պիտի լինենք Աստծո որդու վերստին ծնվածի աճին որի համար Աստված մարմնացավ որպես մոդել որ տեսնենք պիտի աճի միջև ուր որ Քրիստոսի հասակին հասնի սա է փրկագործությունը այսինքն փրկվում ենք եւ հետո երբ որ Աստծո որդիները կհայտնվեն մենք կփրկվենք այսինքն այդ վերջնական փրկությունը ոչ միայն մենք
Ապա ինչպես ասացինք, ամբողջ արարչությունը կազատվի, ինչից կազատվի այդ չար միջավայրից։ Չար միջավայրը կրակի լճի մեջ այրվում, ոչնչանում, մոխրանում է։ Դա կոչվում է երկրորդ մահ։ Մահը կյանք չի։ Դա որոշակի ժամանակ է, ժամանակի միավոր է, դարե, օր ու գիշեր է, բայց նա հավիտենական չի։ Նրան հավիտենական չպիտի դարձնենք, որովհետև եթե նրան էլ կոչենք հավիտենական, կդառնա Աստված։ Հավիտենական միայն Աստված է։ Նա այո, նա կոչվում է դարեդար, եթե մենք հավիտենական բառն ենք գործածել, այդքան էլ ճիշտ չի։ Մյուս բոլոր ժամանակի տարածության մեջ է լինելու այդ ամեն ինչ։ Դարեդար, օր ու գիշեր եւ այլն։ Ուրեմն, երբ որ ժամանակ չլինի, ժամանակի միավորի մեջ եղող բոլոր բաները չեն լինի։ Ինչպես Մաղաքյան է ասում իր 4-րդ գլխի սկզբում, եթե չեմ սխալվում, ոչ ոստ, ոչ արմատ, ոչ մի բան չի մնա, հնոցում պիտի վառվի, պիտի մոխրանա, մոխիր։ Հետո էլ ասում է, որ որոնք որ Աստծունն են, այդ ամբարիշտների մոխիրի վրա պիտի քայլեն։ Ամեն։ Սրանք խորհրդածելու բաներ են, ես այս ասում եմ եւ այն հույսով, որ մարդիկ կանդրադառնան դրան, որովհետեւ եթե խոսքը սրան բերեց, ես չեմ գտնում ոչ մի իմաստ հավիտենական Աստծո կողքը ստեղծել մի հավիտենական տանջանք, որը իրանից կյանք է ներկայացնում, թեև տանջանքի կյանք է։ Ինչ տարբերություն։ Կյանք է։ Բայց մահ չի։ Աստծո խոսքը մեզ ասում է երկրորդ մահ, ոչ թե երկրորդ կյանք, տանջանքի կյանք։ Ուրեմն խորհրդածելու բան է, ովքեր որ համաձայն չեն, թող Աստվածաշունչ ավելի խորը սերտեն իր բնօրինակի մեջ եւ այլ եւ այլ, ասեմ դա նենց հարցեր են, որ մեզնից պահանջում է գնալ ճշգրտել նաեւ թարգմանությունները։ Թող Աստված օրհնի ես խոսքերը իր կամքի համեմատ իր որդիներին աճեցնելու եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին նմանեցնելու գործընթացում։ Ամեն։ Ամեն։ Փաստորեն եկանք այս եզրակացության մեկ խոսքով, որ Աստված մարմին հագավ, այսպես ասած, բնակվեց մեր մեջ, որպեսի մեզ քաշի դեպի իրեն եւ իր նման դարձնի իր որդիներին, դարձնի լուսով որդիներ։ Մի խոսքով սա է ամբողջ Տիրոջ հավիտենական ծրագիրը կարելի ասել։ Մենք մի խոսքով ասում ենք, բայց սա իրոք ինչ ասեմ, տևական եւ մեզանից պահանջում է ուսումնասիրել, խորհել, մտածել, հասկանալ, ցուցիչներով առաջնորդվել, որպեսզի մենք հասկանանք որքան ենք մոտեցել նրան, որքան ենք նմանվում, որքան է մեր բնույթը նույնականացված նրա բնույթի հետ եւ այսպես շարունակ մինչեւ որ հասնենք մեր կատարելության, այսինքն Քրիստոսի պատկերին կերպարանակից լինելը։ Սա իրոք սա է հոգեվոր կյանքի ընթացքը։ Ես ավելի կարճ ասեմ, Աստված հայտնվեց մարմնում, որպեսզի կարողանա մեռնել եւ մերցնել, ուրեմն այն ինչը որ արգելք է հանդիսանում իր որդիներին դեպի իրեն գալ։ Այո, դուք ավելի ճիշտ տվեցիք վերլուծությունը։ Այո, ամեն։ Քանի որ իր մահով մերցնում է նաև այն արգելքը, որը իրեններին թույլ չի տալիս դեպի իրեն վերադառնալ։ Լինի որպես սիրո պատասխան, լինի որպես որդի, լինի որպես ճանաչություն։ Այո։ Այլապես Հովհաննես եղբայր, կարծում եմ, եթե դա
չաներ, այդ process-ը չլիներ, որը չէր կարող չլինել, դա Աստծո հավիտենական ծրագիրներ ի սկզբանե Ադամից սկսած, մենք գիտենք դրա մասին, ինչ եթե միայն մեր մեղքերը պիտի ներվեր, հենա կար այդ process-ը, անում էին հрьяաները, մի հատ ընդամենը անասուն մորթվում էր եւ վերջացավ, բայց այստեղ արի ու տես, որ միայն ներման մասին չի խոսքը, որ շատ քրիստոնյաներ կարծում են դա այդպես է, ոչ, Տերը չի խաչվել նրա համար միայն, որ մեզ ներեց, այլ խաչվեց, որպեսզի իր մահով թաղի մեր, այսպես ասած, մարդկային բնույթը եսը, եւ նոր մարդարություն առնի վերստին ծնունդով։ Ամեն։ Ես չգիտեմ, այս հարցակում ասել եմ թե չէ, բայց մի հատ պարզ օրինակ եմ ես ցույց տալիս, որ եսակենտրոն ավետարանը գիտես ինչ է անում։ Այս սենյակի մեջ ջուր է լցվում, ինչ պատճառներով։ Ես էլ վերցնում եմ մի հատ բաժակ, ու այդ ջուրը վերցնում եմ, պատուհանից դուրս եմ թափում, վերցնում եմ, պատուհանից դուրս եմ թափում, ես եմ անում, էլի մաքրում եմ։ Ես ինքդ քեզ մաքրում ես։ Այո, փրկում եմ այս իրավիճակը, բայց հետո էլ տեսնում եմ, չէ, մի քիչ ավելի ջանք պետք է թափեմ, վերցնում եմ մի ուրիշ ավելի մեծ դույլ։ Հիմա սկսում եմ սրանով, հետո տեսնում եմ, վայ, աշխատում է, իհարկե ես ինչքան արագ անեմ, ինչքան քրտինք թափեմ եւ այլն, այնքան կազատեմ ես կսրբեմ, կմաքրեմ եւ այլ կփրկեմ ես իրավիճակը։ Բայց դա չի Աստծո ուզածը։ Աստված որ մարմնացել է, դա անելու համար չի։ Աստված մարմնացել է, որ աղբյուրը կդրի։ Այդ ջրի աղբյուրը Այսինքն մենք մեր մեղավոր բնույթը զսպել կարող ենք եւ լավ էլ հաջողվում է, ես անցել եմ դրանով, բայց նույն հպարտ եսն է անում դա։ Չէ, հետո դույլ ունեցող են բաժակ ունեցողի վրա ծիծաղում է, չէ, ասում է, ինչ խեղճ ես դու մեղք ես։ Տես ես ոնց եմ դույլով ես գործում։ Լավ ջանք չես թափում։ Լավ ջանք չես թափում։ Ուրեմն երբեք չի խոսվում, որ եղբայր, ախր այս մարդկանց ինչու ենք դնում այդ բեռի տակ։ Այս բեռնավորվածներին Հիսուս կանչում ասում է եկեք։ Ճիշտ է, հենց իրանց է վերաբերվում։ Ես դες ուրիշ քաղցր բեռ եմ տալու, դա չի, ես գալու եմ կտրեմ դրա աղբյուրը, այդ մեղավոր բնույթը մերցնելու եմ իմ հետ, որ էլ ջուր չլցվի դեղ։ Ամեն, ալելույա, ամեն։ Շնորհակալ ենք Հովհաննես եղբայր այս հրաշալի թեմայի համար եւ իրոք դա այդպես է, գիտես ժամանակ առ ժամանակ մենք պետքա եւ Պողոս Առաքյալը իզուր չէր ասում, ես ուզում եմ ձեր մեջ տեսնեմ Քրիստոսին խաչը ելած, այս խաչի փրկագնության քարոզչությունը շատ կարևոր է, որ մեր մեջ ժամանակ առ ժամանակ թարմանա, ես հավատում եմ այն որակով աղոթքին, որը իրոք որակավորված է, ես միտեղ ասացի, գիտես Տեր ներիր ինձ աղոթքը, մի տեսակ արհեստացին աղոթքա, ներիր ինձ, ամեն անգամ մեղք եմ գործում, հետո գալիս եմ ասում ներիր ինձ ու չի աշխատում, կարծես թե սխալ չի ասելը ներիր ինձ, սխալ չի խոստովանելը, դա պետք է, բայց ներիր ինձից հետո ինչ ես ուզում որ լինի, այսինքն հենց այդ մեղքդ ներվեց ու վերջ դու հանգստացար, թե նկատում ես ինչ-որ աղբյուր կա, ինչպես դուք եք ասում, որ միշտ լցնում է քո մեջ ու դու դրա մասին չես մտածում, այսինքն սա երբեմն տգիտությունից է գալիս ներողություն, խոսքը չուսումնասիրելու արդյունքում է սա տեղի ունենում մեր կյանքում, բայց երբ որ հասկանում ենք մեր գործընթացը, որ իրոք պետքա նրա խաչի մահով անցնելու եւ նրա հարության զորությունը ճաշակելու արդյունքում հանկարծ տենում ես Տեր Աստված կտրվել է այդ աղբյուրը, ես ազատ եմ, հոգիս ուրախ է, երգում է քեզ եւ սա էլ կուզեմ ասեմ, պաշտամունք հենց սրա արդյունքում է ծնվում եւ դու հասկանում ես, որ այդ աղբյուրը նրա խաչի մահով կտրվեց, դու վերջապես մահացար ու հարություն ես արել Քրիստոսի հետ, վերստին ծնունդի բերկրանքն ես վայելում, Աստծո որդի լինելու բացահայտել ես դա, սա ուրիշ կյանք է,
Շնորհակալ ենք Հովանես եղբայր։ Եթե կոչ ունես արա եւ քո աղոթքով ավարտենք։ Աղոթենք եղբայրս։ Սիրելի երկնավոր Հայր, խոնարհաբար մոտենում ենք քո շնորհած գահին, որովհետև առանց այդ շնորհքի մենք չէինք կարող որևէ Աստծո որդու կյանք, որևէ Աստծո որդու նմանություն ունենալ։ Այս մեծ շնորհքը, որ դու արել ես, եւ դա այն է, ինչի մասին խոսեցինք, որ դու մարմնացար, հափշտակություն չշեպեցիր, ինչպես ասում է առաքյալը, Աստծո դիրքերում մնալու, հապա եկար, մահացար, այն էլ խայտառակ մահով, խաչի մահով, դրա համար էլ այնպիսի մեծ անուն ունեցար, որ վեր է ամեն բաներից Հիսուս անունը, եւ այս անունի պատճառով է, որ մենք այստեղ ենք, որ մենք այս հարթակը ունենք, որ մենք խոսում ենք, այսքան տարիներ հետո, այսքան դարեր հետո, քո առաքյալների դրած հիմքի վրա, որ դու ես, այսպիսով մենք հասել ենք այստեղ եւ այսպես է պիտի շարունակենք, մինչեւ քո պատշաճ ժամանակի հասնելը։ Շնորհակալ ենք այս ամեն ինչի համար, այս հարթակի համար, մեր ունկնդիրների համար, օրհնես եւ առաջնորդես քո կամքի համեմատ եւ քո փառքի համար։ Ամեն։ Շատ լավ առավոտ է, շատ զորավոր եւ շնորհակալ ենք Տիրոջից իր խոսքի համար, ինչ լավ է, որ դու մեզ խոսք ես տվել Տեր, ինչ լավ է, որ քո խոսքով մենք հասունանում ենք։ Հովանես եղբայր, շնորհակալ ենք շատ, Տեր օրհնի քեզ եւ հաջողված եւ պատխաբեր եղիր Տիրոջ անունով, մենք սիրում ենք միշտ քեզ ունենալ մեր մեջ, տեսնել, լսել այն խոսքը, որ Տիրոջից ունեք եւ օրհնվել։ Տերը թող էլ ավելի ձեզ օրհնի, շնորհակալ ենք եղբայրս, փառք Տիրոջը։ Սելիքուրեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը, հուսամ այս առավոտ այս խոսքը քեզ տեսիլք տվեց, գիտես ես իմ ասել, խոսքը պիտի տեսիլք տա քեզ եւ քեզ մղեց մի նոր աղոթքի, աղոթքը պետքա թարմանա մեր մեջ, օրինակ ինչ վատ կնի այս աղոթքը անենք, Տեր, օգնիր ինձ, որ կարողանամ այդ խաչի ճանապարհով գնամ, զորացրու ինձ, ես համաձայն եմ, թող ինձնից ոչինչ չմնա, հիմ մարդուց, ես ուզում եմ, որ խաչի ճանապարհով անցնեմ, թաղվեմ եւ հարություն առնեմ, որովհետեւ այն խոսքը, որ բնակվում է քո մեջ, որը սիրում ես, այդ խոսքը թաղել հնարավոր չի, եթե թաղվել, նա դուրս է գալու, եւ եթե դուրս գա, առանց քեզ դուրս չի գալու, նա քեզ պիտի դուրս անի այնտեղից, եւ դա է հիմքը մեր քրիստոնեության, որը մեզ փոխում է։ Ես չեմ հավատում այն խոսքին, որ մարդիկ ասում են, հնարավոր չի այս մարդու բնավորությունը փոխվի։ Այո, եթե մարդ կորեն է, հնարավոր չի դա, բայց եթե Տերն անում, Սուրբ Հոգին անում, Աստծո խոսքն անում իր զավակների կյանքում, շատ ավելի հնարավոր է, քան դու կարծում ես։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Առաջ Աստված կհանդիպենք վաղը առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։